Պատվարժան դատարան վերջին հաստատքը, որ ուզում են կոչել, հետևյալ։ Սա ի վերջո մեկ քրեական վարույթ է։ Մեկ քրեական վարույթ, որի շրջանակներում կան մի քանի մեղադրաներ։ Այո, յուրաքանչյուրի դեպքում պետք է առանձնահատուկ կերպով գնահատվի խափանման միջոցի հարցը։ Յուրաքանչյուր դեպքում։ Հիմա պատվարժան դատարան ունենք իրավիճակ, որ այն ինչ մերսագրվում է Սամվել Կարապետյանի, տեխնիկական ձևակերպման copy-paste-ի տրամաբանությամբ գրված է նաև մի դրվագի մասում այլ անձանց վերաբերյալ։ Ուզում եմ հասկանալ ոնց է ստացվում, որ քրեական վարույթ շատ կերպով ընթացք ստացել է, չի փլուզվել, ողորմորեն գնում է առաջ։ Դատարաններ այո արձանագրել է, որ ջանասիրություններ ապահովված են։ Այդ դեպքում ինչ նախնդիր է, որ նվազագույնի սկզբունքը չգործի Սամվել Կարապետյանի դեպքում։ Իդեպ անկեղծորեն պատվարժան դատարան մեր պատկերացումը վարչական հսկողության դեպքում դա ծայրահեղ միջոց է։ Մենք գտնում ենք իսկապես, որ Սամվել Կարապետյանի դեպքում միայն պարզապես գրավի կիրառումը որպես խափանման միջոց առավել քան բավարար լինելու է։ Սամվել Կարապետյանը հանրային գործունեություն իրականացնող անձ է պատվարժան դատարան։ Ես ուզում եմ այս հանգամանքը իսկապես գնահատի դատարան։ Սամվել Կարապետյանի կողմից բոլորիս համար անհասկանալի, բայց մյուս կողմից բոլորիս համար հասկանալի քաղաքական հետապնդման պայմաններում որևէ կերպ վարքագիծ ոչ պատշաճ դրսևորելը, այդ վնասը ոչ միայն զուտ իրավական կառուցակարգն է, գրավի բռնականձումը եւ այլն, դա հանրային հեղինակությանն է վնաս պատճառը։ Ու որ մտածենք հանուն ինչի, այսինքն մի գործի, որի հետ ոչ մի առնչություն չունի Սամվել Կարապետյանը, բացառությամբ այն հատվածի, որ այո Սամվել Կարապետյանը պաշտպանել է հայ առաքելական եկեղեցին եւ պաշտպանելու է։ Եթե նշվածն է խոչընդոտելու ռիսկի տեսանկյունից Խավլիցի, եկեք ընդունենք, այո հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու է Սամվել Կարապետյանը։ Եթե դա է խոչընդոտելու ռիսկը, ընդունենք։ Եթե դա Հայաստանի Հանրապետությունում իրավաչափության պայմանի տեսանկյունից ռիսկ է, սա դա։ Բայց կարծես այդպես չի պատվարժան դատարան, որովհետև հանրային մեղադրողը կարծես այլ դրվագի մասին է խոսում։ Այլ դրվագի հետ առնչություն չունի, որը ապացուցել ենք, որ չունենք պատվարժան դատարանում վարքագծով։ Իրավական ամրագրումը դրա կստանանք ավարտին։ Մի հանգամանքել եմ ուզում նշել իրավաչափության պայմանների տեսանկյունից, պատվարժան դատարան մենք ներկայացնում ենք քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն։ Այդ միջնորդության շրջանակներում մենք բավականին լայն շրջանակ ենթադրող հարցերի ենք անդրադարձել։ Չեմ կարող դա նույնացնել նրա հետ, ինչ մենք ունենանք հիմնական դատալսումների շրջանակներում, բայց առնվազն այնպիսի տվյալներ են բացահայտվել, որոնք էական նշանակություն ունեն։ Դրա վերաբերյալ ներկայացվել են հակափաստարկներ, որոնք էական նշանակություն ունեն։ Դատարանի կողմից դրա վերաբերյալ հնչեցվել են հարցադրումներ, որոնք էական նշանակություն ունեն։ Իրավաչափության պայմանի տեսանկյունից չի կարող հարցը դիտարկվել զուտ նախնական դատալսումների փուլում այնտեղ, թե ոչ։ Յուրաքանչյուր հարցի իրենից բովանդակություն է ենթադրում։ Յուրաքանչյուր հարց եւ ես համարում եմ առնվազն, որտեղ նաեւ գրավոր միջնորդություն ենք ներկայացրել։ Քրեական հետապնդման դադարեցման հետ կապված կառուցակարգի իմաստով մենք բավականին լայն միջնորդություն ենք ներկայացրել։ Մենք դրվագները բավականին խորությամբ ենք գնահատել։ Սա էլ պետք է ազդեցություն ունենա։ Չի կարող չունենա։ Պատվարժան դատարան իհարկե իրավական փաստարկում չի հանդիսանում, բայց այլ նշել։ 2022 թվականի դեկտեմբեր ամսին, երբ վերադարձավ հաստատանական գործունեությանը, նախքան այդ դիներով ազգային ժողովում պաշտպանավոր, մի քանի դատական նիստեր, որոնք կառանձնացնեի, դրանցից հենց մի քանիսը տեղի ունեցել ձեր նախագահության պատվարժան դատարանում։ Այնպես է ստացվել, որ հավանականությունը բավականին բարձր է, որ
կրկին հաստաբանական գործունեության առնվազն որոշակի ժամանակահատված չեմ սպառվել։ Ձեր նախագահությամբ հնարավոր է սա իմ վերջին դատական լիստն է, որի մասնակցություն։ Իրավական փաստարկ չի բնավ։ Բայց պատվարժան դատարան ես անկեղծորեն հավատում եմ, նաև ելնելով հենց այն հանգամանքից, որ նշեցի ես, եթե մի քանի դատական նիստեր առանձնացնեն, մեկը կլիներ հենց ձեր նախագահության տեղ ունեցած նիստեր։ Ես տեսել եմ դուք ինչպես եք իրավունքը ապահովում, ես տեսել եմ ինչպես եք իրավունքը պաշտպանում, տեսել եմ։ Անկեղծորեն, երբ շատերը օրինակ դա չէին պատկերացնի, բայց ես տեսել եմ դա։ Պատվարժան դատարան, անկեղծորեն եմ ասում։ Շատ հավատում եմ, երբեք չի եղել, որ չհավատամ, ես ցանկացած միջնորդությունը իսկական անհավանական պայմաններում ներկայացնելու ընթացքում, ես միշտ դրան հավատացել եմ։ Այո, Հայաստանի Հանրապետության երևի 99%-ը կարծում էր, որ Սամվել Կարապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է լինի տնային կարգի պայմաններում։ 99%-ը ճիշտ դուրս եկավ, ես եմ 5%-ի մեջ քավեցի։ Բայց ես հավատում եմ նրան, որ իսկապես չի կարող, երբ վճռաբեկ դատարան ասում ծանրակշիռ փաստարկ ներկայացրեք, այդ ծանրակշիռ փաստարկը չլինի, բայց տնային կալանք լինի։ Ես հավատում եմ, որ դա պետք է չլինի։ Եվ իսկապես նաև դրա համար կարծում եմ ներկայացրեցինք այնպիսի մենք մեր հերթին փաստարկներ առանձին խմբերով, որ կարող են բավարար լինել խափանման միջոցի փոփոխմանը։ Պատվարժան դատարան Հայաստանի Հանրապետությունում չկա մարդ, վստահ եմ դա պնդում, որ կարող է մտածել, որ Սամվել Կարապետյանը իր անցած կենսագրությամբ, իր ունեցած ճանապարհը, որը իսկապես շատ մեր հայրենակիցների համար միշտ օրինակ է լինելու։ Դրա պայմաններում պետք է ինչ-որ ապացուցման գործընթացի միջամտի ու խոչընդոտի, ինքնին դա վիրավորական։ Ինքնին դա վիրավորական։ Այսինքն մենակ դրա ռիսկի մակարդակում խոսելը դրա մասին վիրավորական։ Այդ չասեմ նրա ինչ-որ կերպ իրականության դառնալը։ Անհնար է։ Խնդրում եմ պատվարժան դատարան առաջնորդվել նվազագույնի սկզբունքով փոփոխել Սամվել Կարապետյանի կարգին իրացած խափանման միջոց տնային կարգին։ Իսկ թե որ խափանման միջոցը դատարանը կորոշի իրավը, մենք գտնում ենք իսկապես, որ նվազագույնի սկզբունքը իրենց ենթադրում է նույնիսկ բացառապես գրավի իրավ։ Բացառապես։ Ու պատվարժան դատարան։ Նաև կարծում եմ հենց կազմակերպչական իմաստով, բնավ չեմ ուզում միջամտել դատարանի իր արձակուրդի իրավունքին եւ այլն, բայց փաստը նա է, որ մենք այս դատական նիստին հաջորդող տևական ժամանակահատված նիստ չենք ունենում։ Հա տենց լինում, իհարկե, տենց լինում է, նորմալ է։ Ուղղակի դրա նորմալության ամբողջականության համար դրա բացասական հետևանքը Սամվել Կարապետյանը չպետք է կրի։ Սա է ամբողջացումը։ Ու կարծում եմ նորմալ է այդ դիրքորոշումը հենց տենց որ լինի։ Շնորհակալ եմ պատվարժան դատարան, գրավոր նաև փոխանցեմ դիմում դիրքորոշումի միջնորդություն ներկայությամբ հաստատում։ Մի օրինակը կարող եմ հանրային